Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդներն են նամակ գրել նախագահ Թրամփին։ Հրատապ ու վճռական քայլեր են խնդրում Բաքվում պահվող 23 հայի եւ 1 կրոնափոխ ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ։ Քրիստոնյա առաջնորդները հղում են արել խոշտանգումների մասին հավաստի զեկույցներին, նաեւ պատմել արդեն 21 օր անօրինությունների դեմ պայքարող Ռուբեն Վարդանյանի վիճակի հացադուլի մասին։ Ընդգծել են, թե Թրամփի առաջնորդությունը բացառիկ դիրք ունի այս ճգնաժամը լուծելու հարցում։ Այս քրիստոնյաների կյանքը փրկել է պետք։ Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումների ենթարկեց ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել էթնիկ զտումները դադարեցնելու կամ այդ ոճրագործության մեղավորներին պատժելու համար։ Այդ ժամանակից ի վեր այդ նույն ռեժիմը պատանդ է պահում 23 քրիստոնյա հայերի եւ 1 կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու, որոնք ըստ հավաստի տեղեկությունների ենթարկվում են ամենօրյա խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, այն միակ կազմակերպությանը, որը հնարավորություն ուներ բանտարկյալների առողջական վիճակը ստուգելու, վերջին օրերին հրահանգվել է լքել երկիրը։ Միացյալ Նահանգներում գրված այս նամակի բովանդակության նմանությամբ մեկ այլ նամակ էլ հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ու հոգևոր եղբայրներն են գրել վարչապետ Քեյր Սթարմերին։ Այս տեքստում էլ նորից մանրամասն նկարագրվում է, թե Ալիևը 21-րդ լուսավոր դարում ինչ անմարդկային վերաբերմունք է դրսևորում քրիստոնյա մարդկանց նկատմամբ, դատում առանց հիմնավորման ու պատճառի, խոշտանգում ու ճնշում։ Հոգևորականները վարչապետին խնդրում են գործի դնել եվրոպական կապերը, միջկառավարական հարթակներն ու հարցը հրատապ լուծել, որովհետև Ադրբեջանն օր-օրի ավելի է մեկուսանում ու փախչում միջազգային ուշադրությունից։ Ամեն ինչ փորձում ենք անել, սփյուռքը փորձում է անել եւ սա մեսեջը ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի իշխանություններին։ Պետք է Հայաստանում հասկանա, որ Հայաստանի իշխանությունների համար մեկ պարտականությունն իր քաղաքացիների իրավունքների պաշտպանելն է։ Քրիստոնյաներին բռնապետի ճիրաններից փրկելու հոգևորականների խնդրանքները հրատապ են, ձևակերպումները կոնկրետ ու թիրախային, իսկ Ռուբեն Վարդանյանին հոգևորականը հորդորում է դադարեցնել հացադուլը հանուն առողջության, որը պետք է գալու դժվար ժամանակները հաղթահարելու համար։ Ռուբեն Վարդանյանը զոր մարդ է եւ նա անկոնտրոլ իրական տեսակ է, բայց եթե լսի դադարեցնել դա, որովհետեւ դա իր առողջության զգումս է հասնում։ 23 հայի դատավարությունը սիմվոլիկ է, շարունակում է հոգևորականը, ասում է բոլոր հայերին են կանգնեցրել դատաստանի առաջ։ Այդ մարդիկ Բաքվում են մեկ պատճառով, որովհետև հայ են, եւ ուրեմն աշխարհի բոլոր հայերը պետք է համախմբվեն հարցը առավել մասսայական դարձնելու համար։ Տիգրան Կուրղինյան, ժամը լրատվական։